Հաստատ տեսած կլինեք մարդիկ, ովքեր sense գանտելներով հարվածներ են անում, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ էսի հարվածի մաքսիմալ արագությունը ու ուժգնությունը զարգացնելու համար ամենաքիչ էֆեկտիվ բաներից է, որ դու կարաս անես։ Մկանի մաքսիմալ կծկման արագությունը զարգանում է մարմնում 5 ֆիզիոլոգիական ադապտացիաների շնորհիվ, որոնք որ մենք հիմա մանրակրկիտ կքննարկենք։ Առաջինը այդ կոորդինացիայի ադապտացիաներն են, որոնք որ արդեն շատ մանրակրկիտ քննարկել ենք անցյալում։ Ամեն շարժում կատարելու համար քո ուղեղը օգտագործում է motor program, որը ուղեղում կոնկրետ մկանների կծկման ազդանշանների ծրագիր է, որը հնարավորություն է տալիս տվյալ շարժումը մաքսիմալ էֆեկտիվորեն կատարել։ Ինչքան շատ ենք մենք մի շարժումը պրակտիկա անում, այդքան կոորդինացիայի ադապտացիաների շնորհիվ մենք կարողանում ենք տվյալ շարժումը ավելի էֆեկտիվորեն կատարել, ինչը մեզ կարող օգնի համավելի ուժեղ լինել, համավելի արագ։ Այս motor program-ները շատ սպეციფიկ են տվյալ շարժմանը, օգտագործած քաշին ու կծկման արագությանը։ Այսինքն, եթե դու ուզում ես մաքսիմալ բարելավել քո մենակ ձեռքերով հարվածներ կատարելու motor program-ը, քեզ պետքա պրակտիկա անել հենց այս նույն շարժումը, որովհետև եթե դու սկսում ես գանտելներ օգտագործել, ստեղ դու արդեն ուրիշ քաշ ես օգտագործում ու ուրիշ կծկման արագությունով ես շարժումը կատարում, ինչը նշանակում է, որ սրա համար քո ուղեղը ուրիշ motor program-ը օգտագործելու։ Դրա համար գանտելներով հարվածներ անելը չի օգնելու, որ դու կարողանաս առանց գանտել հարվածները ավելի լավ կատարել։ Երկրորդ ադապտացիան այդ rate coding-ի աճն է, ինչը մկանի կծկման ազդանշանի հաճախականությունն է։ Շատերը մտածում են, որ մկանի կծկման ազդանշանը սենց մի հատ երկար շարունակական ազդանշան է, բայց եթե դուք գիտեք թե նեյրոնները ոնց են աշխատում, դուք նաև կիմանաք, որ այս ազդանշանը շատ բարձր հաճախականությամբ փոքր ազդանշանների շարան է։ Ու ինչքան այս հաճախականությունը ավելի բարձր է, այդքան մկանը կարող ավելի արագ կծկվի։ Ուժային մարզումների ժամանակ, երբ որ կծկման արագությունը շատ բարձր չի ու օգտագործած քաշը ավելի մեծ է, այս հաճախականությունը համեմատած ավելի ցածր է, նույնիսկ երբ որ մենք կատարում ենք շարժումը մաքսիմալ ջանքով։ Մեզ այս ադապտացիան մաքսիմալ զարգացնելու համար պետքա որպեսզի թիրախային մկանը մաքսիմալ արագ կծկվի։ Ու բնականաբար, եթե դու գանտելներ ես օգտագործում կամ ինչ-որ ուրիշ տեսակի դիմադրություն, այսի մենակ քո կծկման արագությունը դանդաղեցնելու է, ինչի պատճառով այս ադապտացիան տեղի չի ունենալու, որովհետև դու այն ամենաբարձր հնարավոր հաճախականություններին չես հասնում, որոնց հասնելը պարտադիր է, որպեսզի այս ադապտացիան մաքսիմալ զարգանա։ Մնացած ադապտացիաները կքննարկենք երկրորդ մասում։